Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անվաճապետ թույլ տակ առիթ օգտագործելով էլի որտեվ երեկվանից բարձրացում են հարցը հենց սպառողներին առնչվող ինչ է գազի գինը թանկացել, գազի գնի թանկացման կապակցությամբ առողջության նայում հեղուկ գազի գնի մասին է խոսքը։ Հեղուկ, որ գազի բաներում վաճառվում է, եւ այսօր մի որոշակի թերթեր դրան անդրադարձել են, սա ինքը սովորական process է, որը ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում եւ որևէ արտառոց բան չկա, որովհետեւ կապել էին որոշակի հանգամանքները բենզինի գնի էժանացման հետ, որ թանկացնում է, որպեսզի դրա վաճառ կապովի, ինքը ընդհանրապես ճանապարհային Հասկացա, այդ ինչ տրամաբանությունն է, բենզինի գինի երեկվանից, այո, այդպես մեծ աղմուկ է բարձրացնում, որ իհարկե ու այսօր դրա տարածումը շատ եղավ, մենք հստակ պարզաբանում ենք տվել, այսօր այդ առիթ օգտագործում, որ ամեն տարի Լարսը, երբ որ ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են եւ ամեն տարի ինչ-որ նոր պատճառաբանություն է լինում, սովորական process-ը ապրիլ, մայիս ամիսին էժանա դեկտեմբեր ամսին թանկ է եւ այստեղ որևէ ինչ-որ լուրջ խնդրեմ գոյություն չունի եւ դեֆիցիտ եւս գոյություն չունի։ Դե այն ինչ որ նկարագրեցիք, արդեն լուրջ խնդրեմ է, հարցը այդ չի, բայց դա խնդիր է, որ այդ թվում պետք է լուծվի տարածաշրջանային մեր հենց իմ նիստի սկզբում իմ ասած հարցի լուծման համատեքստում պետք է այդ հարցը լուծվի։ Եվ որպեսզի էլի մենք Հայաստանի Հանրապետությունը մատակարարումների տարբեր ուղիներ եւ տարբեր աղբյուրներ ունեն, այստեղ է հարցը, այսինքն պետք չի այդտեղ շատ բան փնտրել։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով եւ գնում ենք այդ ճանապարհով։ Եվ համոզված եղեք մյուս տարի դեկտեմբերին էլ այդ հարցը չի լինի, որ ասում եք ամեն տարի դեկտեմբերին կլինի, մյուս տարի չէ, այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստահ եղեք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես շարունակեմ նախ մոտարկումների մասով, այո, մենք նախորդիվ 4 ուրեմն հրահանգ մոտարկեցինք, հիմա եւս 4 եւ վերջին փուլով մնացածն էլ եթե կմոտարկենք ու կստացվի, որ սպառողների իրավունքների պաշտպանության եւ տնտեսական մրցակցության դաշտում մեր ողջ օրենսդրությունը գերազանցապես Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված է եւ սա շատ կարեւոր է։ Ինչ վերաբերում է տվյալ հարցին, գործարարները ինձ օրեր առաջ էլ, այսինքն մի քանի օր առաջ արդեն դրա մասին խոսում էին, որ ինչ է տեղի ունենում, սովորաբար Հայաստան հեղուկ գազ գալիս է երկու հիմնական ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն, Վերին Լարսով եւ Իրան։ Հայտնի հանգամանքներով պայմանավորված երկու ուղղություններով բարդություններ կա։ Մի դեպքում ձյան առատ տեղումներ, մեկ այլ դեպքում գիտենք։ Եվ այս պայմաններով պայմանավորված բոլոր գործարարներին մեր առաջարկը հետևյալն է եղել, որ ժամանակն է արդեն օգտվել երկաթուղային հաղորդակցությունից եւ կարծում ենք, որ առաջիկայում այդ հարցը մեկ ընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետեւ երկաթուղային հաղորդակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպիսին օրինակ Վերին Լարսը։ Մենք հիմա կարող ենք ասել, որ այդ ապրանքախումբը նույնպես երկաթուղով կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։ Վարչապետ, վստահաբար այո, բայց այնուամենայնիվ ստեղ քանի որ ոչ միայն տրանզիտի խնդիր է, այլ նաև առևտրի խնդիր է, որ այդ պարագայում ես կարծում եմ մոտ ժամանակներում ավելի հստակ շուկան հայտարարություն կանի, թե ինչ ձևաչափով է այդ ապրանքի մատակարարումը ալտերնատիվ ուղով գալիս եւ ինչ երկրից։ Բայց վստահեցնում եմ ձեզ, որ դա շատ հավանական է լինելու, որ շարժը տեղի ունենա երկաթգծով գնորդից մինչև վաճառող, որովհետև այնուամենայնիվ վերադառնալով թեմային, մենք իրականության մեջ տեղափոխման այն ձևը, որը այսօր կոնսենսուսով տենց աչք ենք փակում կարելի ասել, անթույլատրելի է, որովհետև ի վերջո պատկերացրեք ինչի մասին ենք խոսում, լավ Վերին Լարս եւ այլը, բայց նաեւ այն որ ճանապարհներով տեղափոխվում ավտոմեքենայով, դա լավագույն ձևաչափը չի եւ ես բազմաթիվ վերապահումներ կարող եմ ասել դրա հետ կապված։ Նկատի ունեմ որ քաղաքակիրթ ճանապարհով ես կարծում եմ մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը եւ ներմուծումները կիրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղով։
Ամեն դեպս կրկին թույլ տվեք վստահություն հայտնել, որ այն որ ասում եք, որ ամեն տարի դեկտեմբերին 2026 թվականի դեկտեմբերին այդ ձեր նշած երևույթը այլևս չի լինելու։ Ես դրանում վստահ եմ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված։